Լեգիոն, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Հայաստանը դեռ իր ծնված օրվանից 56,000 տարիների ընթացքում ոչ մի անգամ այսքան դժվար, այսքան տանջալի ժամանակ չի ունեցել, ինչ որ հիմա։ Միևնույն ժամանակ հոգեբանորեն և պատվախնդորեն և ներսից և դրսից քարկոծում նվաստացնում են մեր ազգին։ Սա ճակատագրական պահ է, դրա համար պատրաստել եմ այս ֆիլմը, որը կոչվում է Լեգիոն։ Ինչն է այստեղ հարցը։ Անցնենք քննարկման շատ կարճ ֆիլմ, որից հետո հասկանալի կլինի։ Փաստեր. Հայաստանի Հանրապետության սահմանները ըստ միջազգային փաստաթղթի։ Մենք չենք ասում, որ Հայաստանը եղել է շատ ավելի մեծ, քան ամբողջ Եվրոպան է, ասում ենք այն սահմանները, որը ըստ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որոշվել է մեզ համար։ Եվ դա պետք է մենք պահանջենք, բայց այսօրվա կառավարությունը և այս 4 լկտի կառավարությունները նրանք այդ քայլը չէին կատարի, քանի որ իրենք լրտեսներ են օտար երկրը։ Դրա համար պետք է դա մենք կատարենք։ Թող չտան, բայց մենք պետք է այդ քայլը կատարենք։ Թալանված անապատային տարածք։ Հայաստանը դարձել են թալանված անապատային տարածք։ Իրականում դա այդպիսին է։ Եթե մենք մեր երկիրը դիտենք, կտեսնենք, որ այնտեղ ոչ մի գործարան, ոչ մի ֆաբրիկա չի աշխատում, միայն թալան և միայն դրսից մեր դրսում գտնվող հայերի օգնություններով մարդիկ ապրում են։ Աղքատության ամենաբարձր մակարդակ։ Նույնիսկ Օսմանյան կայսրության ժամանակ 15 թվականին այսպիսի բան չի եղել, ինչ որ այսօր կատարվում է Հայաստանում։ Միևնույն ժամանակ ամերիկյան 7 բակտերիալական լաբորատորիաները ոչնչացնում են հայերի մեջ գենը և մտածելակերպը, պատիվը մարդկանց կիսաշշմած իրավիճակում պահում, միևնույն ժամանակ թունավոր ուտելիքներ է անընդհատ ներմուծվում Հայաստան Նիկոլի մեծ աջակցությամբ։ 2 միլիոն Հայաստանի Հանրապետության հայերը գոյատևել են միայն դրսից ստացված դոլարներով։ Դա նշանակություն չունի Ռուսաստանից, Եվրոպայից, թե Ամերիկայից։ Բոլորը այդ աղքատ մասսան, որը չի աշխատել միայն դրսից եկած գումարներով, մի մասն էլ մեկնել են տարբեր երկրներ աշխատել կարճաժամկետ, վերադարձել։ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ոչ մի անգամ ոչ թոշակառուների, ոչ նպաստներ, ոչ աշխատատեղ չի ստեղծել կամ մարդկանց չի տվել այնքան գումար, որ նորմալ ապրեն։ Այստեղ նաև բացատրեմ եվրոպական մի շարք երկրներ, որոնք եվրո են օգտագործում, այդ երկրներում եվրոյի կուրսը մի քիչ ավելի բարձր է, քան դոլարին է, այսինքն եվրոպական այդ երկրները մի քիչ ավելի լավ պետք է ապրեն, քան ամերիկացիք։ Անգլիայի ֆունտը ավելի բարձր է, այսինքն անգլիացիք ավելի լավ, քան Եվրոպան, բայց կան եվրոպական երկրներ, որոնք իրենց գումարը ունեն և նրանց գումարը 3-ից մինչև 8-10-ի չափով է տատանվում, ըստ դոլարի կամ եվրոյի։ Իսկ եթե մերն ենք վերցնում, Ռուսաստանինը դեռ չեմ էլ ասում, 90 անգամ Ռուսաստանն է աղքատ ապրում, եթե մասսային դիտարկեք, ապա այդպես է։ Նույնը 400-ի մոտ Հայաստանում 400 անգամ ավելի վատ են ապրում, քան Միացյալ Նահանգներում։ Ներսից ուժև հնար չկա երկիրը փրկելու։ Իրականում ներսում ովքեր գտնվում են, դրանք անտարբերներն են, խաբվածներն են, որոնք չեն ցանկանում էլի խաբվել, իսկ մնացածը դրանք բոլորը այդ տականքների զորքերը, տականքների լափամանից ստացածներն են, որոնք նորից հլու հնազանդ պետք է ծառայեն նրանց։ Երկիրը շահագործել է միայն հանքերը և գրպանվել գումարը։
հանքերից ստացած գումարները գրպանել են այդ 4 տականքները, իսկ օրենքով եւ միջազգային օրենքներով դա պետք է 50 սանտիմետրից ներքև գտնվողը բաժանվեր ամբողջ ժողովրդի վրա, կապ չունի հայ է, եզդի է, թե վրացի է, ինչ ազգ է, որոնք Հայաստանի բնակիչ են, նրանց մեջ պետք է բաժանվեր այդ գումարը։ Նույնիսկ Սերժի ժամանակ դա դարձրեց իբր դա հանդիսանում է նոր սահմանադրության մեջ կառավարության օգուտները, ոչ թե ժողովրդի շահույթն է դա։ Երկիրը ունի 2 միլիոն աղքատ բնակիչ եւ 4 լրտեսների թայֆը 200 միլիարդից ավելի ԱՄՆ դոլարով։ Եվ այս մասին արդեն ամեն ինչ կխոսենք, որքան պիտի դրսից օգնել լրտեսներին վերացնել մեր երկիրը։ Այսինքն մենք դրսից օգնում ենք մեր բարեկամներին, հարազատներին, ընտանիքներին, պետությունը նրանց գումար չի տալիս, նույնիսկ հանքերի գումար չի տալիս, նույնիսկ ամենացածր մակարդակի գումար չի տալիս, եւ միևնույն ժամանակ մենք օգնում ենք լրտեսներին գրպանել ամբողջ եւ վարգ վերցրածները եւ ամբողջ պետության գումարները, ստեղծել ոստիկանական երկիր, ճնշել մեր բարեկամներին, նույնիսկ այդ ստացած գումարների դոլար դրամ փոխառության ժամանակ կեղծիքներ անելով, բարձրացնելով կուրսը, դա էլ գրպանելով եւ մեզ խաբելով եւ մեր բարեկամներին խաբելով, նրանք ինչպես ցանկանում են, այնպես էլ երկիրը կառավարում են, բայց ոչ թե երկիրը կառավարում են, վերջին մի քանի տարում արդեն Նիկոլը պատրեց իր եւ իր հայրիկների դիմակը, նրանք երկիրը տանում են թուրքացման։ Դրսում պետք է ստեղծվի նոր հայ լեգիոններ եւ փրկել երկիրը։ Ես մի քանի գիտնականների, պատմաբանների հետ խոսեցի մի քանի երկրներում կատարվածների համար եւ նրանք մեծ հավանություն տվեցին, որ քանի որ դրսի հայերը եւ ավելի, ինչպես ասում են, պատիվը տեղը, համարձակությունը տեղը, դուխը տեղն է, այնպես էլ նրանց ունեցած նաեւ հարգանքը Հայաստանի իրենց շրջապատներում ավելի բարձր է, քան երկրում գտնվածներինը, դրա համար պետք է ստեղծվեն հայ լեգիոններ, որոնք պետք է ներխուժեն Հայաստան, կան Հայաստան, որոնք իրականում մի մասն էլ Հայաստանի բնակիչ է կամ երկբնակություն ունի եւ այդպիսով փրկել երկիրը։ Իսկ եթե դուք մտածում եք, որ պետք է ընտրություններ լինի, ապա Հայաստանում ոչ մի ընտրություն չի լինելու։ Իսկ սա արդեն 26 թիվը խայտառակության գագաթնակետն է, եթե դրան հասնենք նույնիսկ։ Ես չեմ էլ կասկածում, որ կարող է նաև հիմա ամեն ինչ հարցերը արդեն լուծված լինի։ Եվ երբ որ նրանք տեսնեն, որ հնար չունեն երկիրը վաճառելու, իրենք չեն փախչելու, երկիրը տալու են թուրքերին, իրենց գլուխը փրկելու համար։ 4-ն էլ այս երկուսը այս քանի օրը հաչացին եւ նրանց թայֆեքը հաչացին, պաշտպանելով այս երկու տականքներին, բայց 4-ն էլ երկիրը տարել են անվերադարձ կործանման։ Դա նշանակություն չունի, Լևոնը մութուցուրտ տարիներ էր ստեղծում, գործարաններն էր վաճառում, սա հանքերը եւ Հայաստանի հարստություններն է Ռուսաստանին տալիս, սա նարկոբիզնես էր անցկացնում Հայաստանով, տրաֆինգի ճանապարհ էր սարքել եւ միևնույն ժամանակ 50-50 աղբոր հետ Հայաստանում միայն տականքներն էին ղժբժում, սա կապ չունի թե որը ինչ է կատարել, երեքն էլ լրտես են, իսկ սա կատարյալ լրտես է մի քանի երկրի՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի եւ միևնույն ժամանակ Ամերիկայի եւ Անգլիայի։ Եվ սա ամեն օր 2-ից 3 անգամ նահանգների դեսպանատնից ստանում է գրություն, թե ինչ
խոսա, ինչ անասունություն խոսա, եւ Ալիևի հետ նույնպես ունի նաեւ անմիջական կապ, եւ երկուսը պայմանավորում են ինչպես վարկաբեկել Հայաստանը հայ ազգին։ Ինձ թվում է նաեւ դիտելով մնացածին ֆիլմերը ամեն ինչ կհասկանաք։ Մեզ համար, եթե 4-ին թողնենք, ապա գլխավոր թիրախները պետք է սրանք լինեն, կարմիր բերետավորներ եւ այլ բերետավորներ, որպեսի մեջները ահ մտնի, դրանից հետո ամեն մարդ մտածում է իր մասին, իր ընտանիքի, իր առողջության մասին, ոչ ոք էլ դուրս չի գա։ Ինչ եմ ասում լեգիոններ, պետք է ֆիզիկապես վերացնել որոշ տականքների, որպեսի մյուս տականքները սսկվեն, լռվեն եւ փախչեն։ Այդ դեպքում սրանց վերացնելը շատ հեշտ կլինի։ Իսկ եթե դա չկատարվի, այս տաքանքությունը մեկ օրում բոլորին միաժամանակ կարող ենք վերացնել։ Եթե ձեզ թվում է, որ երկիրը հնարավոր է մնա, կամ եթե Հայաստանը կործանվեց, կամ մնաց 10,000 քառակուսի կիլոմետր, եւ մենք դրսում արժանապատիվ հայ պետք է ապրենք, մոռացեք դա, ամբողջ աշխարհով մենք հալածվելու ենք մեր վրա տարբեր տիպի այդ բրուտագործ տականքները, տարբեր տիպի շինծու բաներ են հնարելու եւ Ռուսաստանից, եւ Եվրոպայից, եւ նահանգներից, եւ այլ վայրերից հայերին քշելու, ոչնչացնելու են։ Սա միակ պահն է եւ միակ ձևն է, որպեսզի լեգիոններով մենք փրկենք մեր երկիրը։ Այդպես է եղել մի քանի 5-6 երկրներում, միգուցե ավելի, որոնց մասին ինձ պատմեցին, եւ այդ ձևով դրսից գալով երկրի ավելի առողջ բնակիչները նման տականքներին ոչնչացրել են։ Հայաստանում նույնպես կան պաշտոնյաներ, որոնք նույնպես զզված եւ որոնք այլ ճար չունեն, եւ նրանք կարող են նույնպես զենքի տեսակետից նաեւ մեզ օգտակար լինել։ Այստեղ պետք են միայն հայրենասեր, նորմալ եւ մտածող մարդիկ ազգի մասին եւ համարձակ։ Միևնույն ժամանակ պետք չէ, որ այս ամենը լուսաբանվի տարբեր ձևերով։ Օրինակի համար Ռուսաստանի Ռոստովի մարզն է կատարում իր լեգիոնը, նրանք պետք է գաղտնի մնան բոլորի համար։ Միայն գլխավոր մասից պետք է տրվի, որ Ռուսաստանի գլխավոր մասի լեգիոնը պետք է վերացնի այս տականքին, սա այս օրը այս ժամին գտնվում է այս ինչ տեղը, այսինքն նրանք պետք է, ոչ ոք չպետք է իմանա, տեսնի, թե ովքեր են նրանք, այս ամենի մասին պետք է շատ գաղտնի մնա։ Մյուսը պետք է վերացվի այս տականքը, պետք են 4 լեգիոններ, այսինքն այդ լեգիոնները պետք է հավաքվեն, ամեն մեկը հեռահար պետք է ունենա իր հրահանգը եւ պետք է կատարվի միաժամանակ այս տականքին ոնց վերացնել։ Ես մի ժամանակ մտածում էի սրան բռնել, նախ երկար հարցաքննել, որպեսզի ազգն էլ հասկանար, որ երկրները եւ իր պապաները ինչպես են սրան դարձրել այս տականքին, բայց հետագայում տեսա, որ դա մեզ համար նշանակություն չունի, ամեն ինչ էլ պարզ է։ Իմիջիալոս տականքների տականքը, այս տականքը բացեց աշխարհի առաջ եւ հայերի առաջ բոլոր փաստերը, թե ովքեր ով են եւ իր թայֆեն եւ այս 4-ի թայֆեքը, թե սրանք ով են, թե իրականում ինչ են կատարել։ Սրա միակ լավ կատարածը դա է։ Իսկ եթե մտածում եք, որ պետք է ընտրություն լինի, կամ Հայաստանում ինչ-որ կուսակցություններ կան, որոնց ինչ-որ աջակցում եք, պետք է հասկանալ այսքանը, Հայաստանում ովքեր էլ որ կան, դրանք սրանց սազանդարներն են։
Չմտածեք, որ որևէ մեկը, եթե սրանց սազանդարը չի, ապա չի ձերբակալվել կամ չի ոչնչացվել։ Եթե ինչ-որ կուսակցության կամ խմբի մեջ կա ինչ-որ մեկը, որը սրանց համար հանդիսանում է ինչ-որ արգելք, ապա նրան վերացնում են այդ կուսակցությունն է, թե ինչ է, նորից մնում է այդ անձնավորությանն են փակում, և այդ կուսակցությունը լուռ նորից հեռուստատեսությամբ և այլն հայոյում է սրանց, թեկուզ սրան է հայոյում, մի քանիսն էլ այդ հողատուն, այդ արկահոլիկ ծաղրածուն, Ալիևի խոսքերը կրկնելով, և սա դրանց ոչինչ չի կատարում, բայց մարդիկ մեկ բառի համար գնում են նստում, այսինքն, եթե դուք նույնպես հարուստ եք և մտածում եք, թե Ռուսաստանում կամ այլ երկրում կամ Հայաստանում սա պետք է ձեզ թողնի, ապա սխալվում եք, բոլորը ցուցակագրված եք։ Դրա համար լեգիոնները պետք է կազմվեն այսպես, ամեն մի երկրում, ամեն մի քաղաքում իրենց լեգիոնները միայն մեկ email-ի վրա պետք է ուղարկվի, էլեկտրոնային փոստի վրա պետք է ուղարկվի, որ օրինակի համար Մարսելը ունի իր լեգիոնը, Բարսելոնան ունի իր լեգիոնը այսքան հոգի, և պայմանավորված ժամանակ 10 օրվա տարբերությամբ բոլորը պետք է լինեն Հայաստանում և ցանկացած լեգիոն արդեն նույն ձևով պետք է ստանա իր հրահանգը և կատարի։ Այդ դեպքում, ինչպես ես եմ ստանում, ես խնդրել եմ 111-ին, ես 111-ից ստանում եմ լուրեր, որը գալիս է իմ բեռնավորման այդ արկղի մեջ, որից հետո ես դա ստանում եմ երկրորդը, այնտեղ ստանում եմ տառեր և թվանշաններ, ձևափոխելով այդ ամենը նոր ստանում եմ իրական նրանց նամակը, ինչ նրանք ինձ ուղարկել են։ Այսինքն, եթե ձեզ մոտ մի քանի բայտանոց ինչ-որ բան էլ գա, ոչ ոք չի հասկանա ինչ է կատարվել։ Եվ եթե մտածում եք, որ Հայաստանը ընկավ, մենք պատվազուրկ չենք լինելու աշխարհով մեկ, կամ չեն փորձի մեզ ոչնչացնեն, այստեղ նույնպես սխալվում եք։ Սա դեռ 2000 թվականներից գնում է Հայաստանի վերացումը ոչ միայն Հայաստանում, այլև արաբական թերակղզում, նաև կատարվի հետագայում Թուրքիայում, մեզ մոտ, տեսակ ռուսաստանահայերին էլ ինչ օրը գցեցին հարուստներին, մեկին իբր ռուսները պետք է փախցնեին այդ թաթար ռուբոյին, Բաքվի բերդերում է և ունեցվածքի բռնագրավում և այլն, նույնը Սամվել Կարապետյանի հետ, դրա համար մտածեք և շուտափույթ ձևով նույնիսկ կարող եք այստեղ կոմենտներում գրել կծկտուր բառեր, ես կհասկանամ, ով ինչի մասին է դա խոսում։ Եվ եթե հայերի մեջ, իրական հայերի մեջ, որոնց շատ մեծ մասը գիտի, կան մարդիկ, որոնք կարող են նաև փակ սայթ ստեղծել մի քանի բանալիներով, լավ կլինի հենց այդտեղ, և խորհուրդ եմ տալիս, որպեսզի օրինակի համար եվրոպական Գերմանիայի հայերը իրենց, երբ որ խոսում են օրինակի համար Ռուսաստանի հայերի հետ, լեգիոնները միմյանց հետ չցուցադրեն իրենց դեմքերը, որպեսզի հետագայում չասեն սրա պատճառով այս ինչը բռնվեց և այլն։ Սա պետք է կատարվի այնպես, ինչպես քամին է, մենք էլ իրենք չհասկանան, թե որ կողմից է փչում քամին։ Իսկ ավելի մանրամասը ես ոչ թե այստեղ, արդեն բոլորդ կստանաք
էլեկտրոնային փոստով, թե ինչպես որտեղ, երբ, ինչ ձևով, եթե կունենաք ավելի լավ ձև, կասեք ձեր ձևը։ Եվ այստեղ նաև պետք է բոլորս մտածենք, եւ կա նաև պատրաստի ձևեր, թե ինչպես անել, որպեսզի լեգիոններից ոչ մի մարդու վնաս չլինի, այլ այս տականքները վերանան։ Միևնույն ժամանակ նաև փողոցների մլիցեքից մի երկու տականքների, ինչպես նշեցի, պետք է վերացնել, որպեսզի դրանից հետո մյուսները փախուստի դիմեն, այլևս դուրս չգան այս տականքներին պաշտպանելու։ Իսկ հիմա նաև շեշտում են Հայաստանում ազգակրոն, որը նշել է Գարեգին Նժդեն, ինչ է նշանակում։ Չխրատվող ժողովրդի նա տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով դասեր է տվել, որը անարդյունք անցավ այսօր։ Ազգակրոն ինչ է նշանակում։ Հայրս 301 թվականին ընդունել ենք քրիստոնեությունը, բայց մենք քրիստոնեությունից առաջ ունեցել ենք մեր աստվածները։ Մեր աստվածները եղել են շատ խելացի մարդիկ, ինչպես ինքն է, որոնք մի մասը կառավարել է այլ ճյուղ, մի մասը այլ ճյուղ, որ ճյուղից, որը ամենախելացին կազմակերպվածն է եղել, այդպես արել է։ Եվ նրանք գիտնականներ, ինչպես նաև ազգային հարցերով մեծագույն գիտնական է Գարեգին Նժդեն, այդպես են վարվել։ Դրա համար ազգակրոն դա նշանակում է, որ մեր ազգն է, մեր կրոնը, մենք ենք կրոնը, մեր ազգը, իսկ այդ խաբեությունը, քրիստոնեություն, դա հիմարություն է։ Ինչպես ցանկացածդ կընդունեք, դա ձեր գործն է։ Եվ հայկական արծիվները, եւ միտեղ էլ կա միայն մեկ արծիվ, դա արդեն մեզ բաժին է հասել ավելի հին ժամանակներից, նրանք միշտ այսպիսին են։ Նրանք այլ երկրներ, որոնք ունեն իրենց դրոշի թե զինանշանի վրա արծիվ, բերանը բաց, որ բոլորին կուտի, չէ, մեր արծիվները անձնազոհ արծիվներ են, որոնք իրենց զոհաբերել են հանուն մարդկության, հանուն հային, որ հայը երկիր մոլորակի արարիչ ազգն է, միևնույն ժամանակ արևորդիներն ենք մենք։ Եվ ազգակրոնությունը հենց դա է նշանակում Գարեգին Նժդեի։ Բոլորս պետք է դառնանք ազգակրոն միայն մեր ազգի, մեր տեսակի համար, եւ Գարեգին Նժդեն այստեղ ոչ թե ազգակրոն է ասում, ես եմ գրել ազգակրոն, ինքը ասում է ցեղակրոն։ Ինչ է Գարեգին Նժդեն ասում ցեղակրոն, ավելի է նա մոտեցնում, ավելի մոտիկներին, միայն մեր մաքուր տեսակը, դրա համար նա ցեղակրոն է ասում։ Իսկ քանի որ այսօր մեր մեջ կան նաև կիսառուսներ, կիսա այլ ազգիներ եւ այլն, որոնք իրենց համարում են հայ, դրա համար կարելի է նաև ասել ազգակրոն, իսկ Գարեգին Նժդեն իրականում ցեղակրոն է ասում։ Ցեղակրոն միայն մեր հայ տեսակը, դա է մեր կրոնը, իսկ եթե դա կրոնն է, ազգը մեր սրբությունն է, ցեղը մեր սրբությունն է եւ ցեղի համար մենք պետք է կանգնենք, պայքարենք, որպեսզի մեր ցեղը գոյատևի, մեր ցեղը ապրի արժանապատիվ։ Ինձ թվում է հասկացաք, ճիշտ է, այստեղ 5000, 4000 հոգի մարդ են նայած ֆիլմեր, եւ նորից կրկնություն չլինի, ասեմ, ընտրություններ չի լինելու։ Նորից սրանք հաղթելու են, նորից մենք դրսից Հայաստան ենք պահելու, իսկ սրանք Հայաստան են թալանելու, վերջում էլ Հայաստան կմնա, թե չի մնա, դա արդեն երևի 1-2 տարվա հարց էլ չի, ավելի կարճ ժամանակվա հարց է։ Երբ որ Մայքլը Չարլզի հետ հանդիպել էր եւ ասել էր, որ ձեզ շատ քիչ 40 օր ժամանակ է մնում, Մայքլը դրանից հետո, երբ որ
111-ը ասել էր, որ ես ֆիլմը թողարկել եմ 40 օրվա համար, նա ասել էր մեր մեջ խոսակցության 40 օր այլ բան է նշանակում, այսինքն պետք է կատարվի, քանի որ նրանք իրենց նման չեն պահում։ Իսկ այդ 40 օրը ձգվել են նաև այն պատճառով, քանի որ Մայքլը դրանից հետո նաև մի քանի անձնավորության հետ է հանդիպել եւ միևնույն ժամանակ 111-ի խալթեցու նամակներն է տվել նաև Չարլզի փոքր տղային եւ մի քանի հոգու, որից հետո ինչ որ չափով էստեղ արդեն մեղմացում է գնացել, բայց այս տականքը, երբ որ նայում ես սրա այս տականք, այս կեղտոտ ռոժին, այս տականքը նորից տանում է մեզ կործանման, բացի ծաղր ու ծանակի ենք հանդիսանում աշխարհի առաջ, երբ որ այս օրերին դիտում էի, որ երկրներն են իրենց փրկել դրսից գալով իրենց ազգին փրկել եւ նրանց եւ այդ պարադները եւ նրանց հիմները, նրանց դրոշները, ապա Հայաստանի դրոշը պետք է լիներ սա, Հայաստանի դրոշը պետք է լիներ սա, ոչ թե այս տականքը եռագույն վերցներ, բացի Հայաստանի դրոշը դա նաև Հայաստանի հիմնը եւ կանոնադրությունը, սահմանադրությունը, այդ ամբողջը ամեն մեկի հակով է կարված եղել եւ այդ ամենը նույնպես պետք է փոխվի, բայց այստեղ առաջնային հարցը որն է, եթե մարդը հիվանդ է, եթե դրսից դեղեր ենք տալիս, իս ներսի այդ հիվանդությունը, այդ ախտը, այդ տականկությունը ավելի լկտի ձևով է իրեն պահում, ինչպես կարելի է ազգը փրկել, եթե մենք ներսից այս աղբը, այս տականկությունը չենք վերացնում։ Մի օր, եթե լեգիոններ չենք կազմելու եւ մեր ազգը չենք փրկելու, մի օր կդիտեք այս ֆիլմերը եւ կապսոսակ եւ ձեր ապրածը եւ որ դուք ձեր երեխաների, ձեր ազգի, ձեր թոռների համար ոչինչ չեք արել։ Սա միակ բան է, որ ես ամենալրջությամբ ասում եմ։ Սրանից ավելի վատ իրավիճակում հայ ազգը նույնիսկ 1915 թվականին չի եղել։ Սա ամենասարսափելի եւ վերջնական մեր վերացման պահն է, երբ որ պետք է կանգնենք թև թիկունքի, նույնիսկ 5-6 միլիոն մարդ ներխուժենք Հայաստան, որոնք ունեն հայկական անձնագիր կամ երկքաղաքացիություն եւ այս տականքներին թույլ չտալ, եթե լեգիոններ չեք ցանկանում, ապա թույլ չտալ, որպեսզի ընտրությունները իրենց ուզած ձևով կատարվեն։ Եվ ընտրություններ, եթե ընտրությունների պետք է հասցնեք, ապա ընտրություններում պետք է օրինակի համար ես մտա դուրս եկա եւ գցում եմ արկղը, այդտեղ բարձրաձայն հայտարարում եմ. ընտրել եմ Պողոսին եւ հաշվում եմ, որ Պողոսին ընտրել է 1 միլիոն մարդ, իսկ այս տականքներին բոլորին միասին 100,000 մարդ, այդ դեպքում ոչինչ չեն կարող անել, բայց դա խղճուկ ձևն է, ամենաարժանապատիվ ձևը լեգիոններով ներս խուժելն է, Հայաստան եւ փրկել երկիրը, նորից եմ կրկնում, այնտեղ էլ կան մարդիկ, կան զինվորական, ոստիկանության, ԱԱՑ-ի աշխատակիցներ, որոնք մեծ հաճույքով սպասում են նաև լեգիոններին, որպեսզի նրանց նույնպես զենք տրամադրվեն եւ մի գիշերվա մեջ սրանց բոլորի հարցերը լուծվի։ Սրանք ոչ կրակողն են, ոչ այդ մլիցեքն են կրակողը, այդ ցանկացած գույնի մլիցեքը հենց իմացան, որ իրեն պաշտպան չունեն եւ իրենց դեմը դուրս են եկել զենքով, նրանք ամեն մեկը մտնելու է իրեն տուն բժշկից թող բերի, որ հիվանդ է, որը վաղվա օրին արդեն չի հասնում։ Այսքան է հայ ազգ, կամ մենք կլինենք ազգ ցեղակրոն,
կամ կվերանանք աշխարհի երեսից այս տականքների ձեռքով։ Ինչ եմ ասում այս տականքների ձեռքով։ Բրուտը, որը կազմակերպել է այս ամենը անգլիացիք, նրանք կատարում են ներսից, որ երբ որ հայերը կամ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկը կամ երրորդ համաշխարհանից հետո նորից իրենք աղավն ու թևերով պետք է գան, որ ասեն, դե Հայաստանին էլ փրկենք, երկիրը եղել թուրքերը, ազերիները վերցրեցին, ինչ-որ մի երկրի պետք է տա այս տականքների ձայնագրությունները և այդ երկրները հայերիս վրա ավելի են ծիծաղելու և նույնիսկ չեն թողնելու, որ ինչ-որ մի հայ, ինչ-որ մի պաշտոն, ինչ-որ մի գործ ունենա որևէ երկրում։ Հասկացեք, սա պատվի, արժանապատվության, մենք կարող ենք ամեն մեկս վերցնել մի ատրճանակ մեզ սպանել և դրանով հարցը փակվի։ Դա նույնն է, որ մեզ չվերցնենք այսօր մի ատրճանակ սպանենք, այլ գնանք սպանելու են տականկությունը և կանգնած մահանանք, այսքանը։